Բարև ձեզ։ Այսօրվա հունվարի 7-ի իմ ամբիոն հաղորդաշարի հերթական հաղորդումը վերնագրել եմ ուխտն ու ուխտը իրարից տարբերակողները եւ մեր ներկայիս իրականությունը։ Բայց նախքան թեմային անցնելը, ինչպես միշտ, կոչով դիմում եմ բոլոր նրանց, որոնք նայում են հաղորդումներս, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք, խնդրեմ։ Իսկ նրանք, որոնք բաժանորդագրված են եւ նայում են հաղորդումներս, ապա շարունակեք դնել լայքեր, խնդրեմ, որովհետեւ ձեր լայքերով իմ Ամասյա Հովհաննիսյան YouTube ալիքը ավելի է տարածվում։ Իսկ հիմա ասնեմ բույնյութին եւ այսպես ուխտը ուխտից տարբերողներն ու մեր ներկայիս իրականությունը։ Ինչու այս վերնագիր ընտրեցի եւ ինչու այս թեման ընտրեցի, որովհետեւ երեք Սուրբ Ծննդյան տոնի առթիվ տեղ ունեցած եկեղեցական իսակատարությունների ժամանակ, որը մեկը տեղի ունեցավ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, մյուսը Նիկոլ Լուսավորիչի Մայր տաճարում, ցավալի իրավիճակ էր, ցավալի իրադեպ էր, ցավալի դեպքեր, որովհետև Մայրաթորում պատարագը մատուցեց Մայրաթորում, իսկ ըստ էության Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում պատարագ իրականացրեցին, հարողություն իրականացրեցին ըստ էության ներվի ասել կարգալույծ հոգևորականները։ Սա իր հերթին մենք սրանից անդրադարձել ենք, շատեր են անդրադարձել եւ սա հայտարարություն է, բարձր բուն իմաստով, որովհետեւ պետք է ընդհանրապես նայել, թե ովքեր են չարախնդում այս ստեղծված իրավիճակից, որի գլխավոր մեղավորը կառավարությունն է, կառավարության Հայաստանի ներկայիս կառավարիչներն են, որոնք բանուգործ թողած լծվել են եկեղեցին ինչ-որ բարեփոխելու, վերափոխելու անշնորհակալ գործին, այն դեպքում, երբ որ աշխարհում մեր տարածաշրջանում տեղի ունեն իրադարձություններ, որոնք պետք է օրվա 24 ժամում մտածեն երկրի անվտանգության մասին, բարձրացնեն հնարավորինս բարձրացնեն երկրի անվտանգությունը։ Մինչդեռ, ինչպես Պապը կասեր, Մոլլա Նասրադինի պես նստել են ճյուղին եւ սողոցում են այն ճյուղը, որի վրա նստած են։ Այսքանով կարծում եմ հասկացաք ասելիքս։ Մյուս կողմից էլ եւ տեսա ինչ որ այդ Նիկոլ Լուսավորիչի Մայր տաճարից այդ մի չեմ հիշում թե գնալուց, թե դուրս գալուց հետո ինչ որ հացեր իբդեպ քոչարանական էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում գրեց այդ ուխտերթը, նրանց կառավարիչներ ուխտերթ են ավանել այդ մեքենաների շարասյունով փողոցներով վզվզալ գնալը, իսկ այդ կայքը ուխտերթը գրել էր ղ-ով։ Եվ բացառված չի, որ այսուս կառավարիչներից է շրջանում են, չգիտեն ուխտն ինչ է եւ ուխտը ինչ է։ Բացատրեմ նրանց համար, որոնք որ չգիտեն։ Ուրեմն ուխտը ղ-ով, ղ տառով գրած, դա այն սապատավոր, ուներում է մի սապատ կամ երբ սապատ, երկսապատավոր ուխտն է, կենթանին է, բավական դիմացկուն, որը որ տարածված է հեռավոր Գոբի անապատներից մինչև տարածված է եղել մինչև Եվրոպա։ Նույնիսկ հիմա մնացել իհարկե մինչև Եվրոպա տարածված չէ, բայց առևտրականները եւ արևելքից ապրանքները ուխտերով են տեղափոխել, տարել Եվրոպա։ Այն ժամանակ թրակերով չեն եղել, չէ՞, դրա համար։ Բայց բոլորովին մինչև 20-ական թվականներ, նույնիսկ 30-ական թվականներ Երևանի փողոցներում անգամ կարելի էր հանդիպել ուխտերի այդ կենտրոնների շուկաների մոտ։ Մասնավորապես Երևանի Ղանթարի շուկայի մոտ արկայքում։ Դրա համար Ղանթարի շուկան ունեցել է մի քանի հատվածներ։ Մալի Մեյդան, որտեղ կենտրոնները վաճառել, եւ Ցախի Մեյդան, որտեղ վաճառել են
Պարզ է ինչ ցախ վաղ վարելիք։ Իդեպ ցախի մեյդանում հիմա ցախի մեյդանի տեղում հիմա Երևանի քաղաքապետ չէ, ներողություն։ Հիմա Ռուսաստանի դեսպանատունն է, իսկ Մալի մեյդանի տեղում Երևանի քաղաքապետարանի շենքն է։ Այսպես դա պատմական ակներ։ Մի խոսքով, սա կենթանու մասին, իսկ ինչ վերաբերում է ուխտին, ապա թույլ տվեք ես կարծեմ բառարանից, որ հասկանալի լինի, թե ովքեր չգիտեն, բացատրեմ, հա։ Ուխտ նշանակում է որևէ բան անելու կամ չանելու նվիրականացված խոստում, որպես անխախտելի պարտավորություն։ Նշանակում է պատգամ, պատվիրան, որպես անխախտ հանձնարարություն, պատվեր հայտնվող կամք, ցանկություն։ Նշանակում է նաև փոխադարձ համաձայնություն, դաշինք։ Նշանակում է որևէ ընդհանուր պարտավորությամբ իրար հետ միավորված մարդկանց խումբ։ Նշանակում է կրոնական միաբանություն։ Նշանակում է այդպիսի միաբանության հաստատությունը, կվանքը։ Կրոնական կտակարան, նոր եւ հին։ Քիչ հնացած տարբերակով նշանակում է ուխտավայր, սրբավայր եւ նշանակում է ուխտագնացություն, եկեղեցական իմաստով որևէ սրբի տուն, որ ուխտի գնալու հատուկ օր է։ Իդեպ ուշականում կա հատուկ օր, որը կոչվում է կոնդի ուխտի օրը։ Ինչ է իրենց ներկայացնում։ Ըստ ավանդույթի ամեն տարի Սուրբ Հարության տոնին հաջորդող Կիրակի օրը Օշականում նշվում է կոնդի ուխտը։ Այդտեղ կոնդը Օշականի վերևի մասում մեծ բլուր է եւ այդ բլուրի վրա կա մատուռ։ Եվ այդ ուխտի օրը մարդիկ ուխտագնացություն են կատարում դեպի այդ մատուռ։ Սա այդ օրը կոչվում է Օշականի կոնդի ուխտի օր։ Այնպես որ ուխտը ղայով կենթանի է, ներողություն, իսկ ուխտը ասեցի արդեն ինչ է նշանակում։ Ցավալի է, շատ ցավալի է, որ շատերը, ցավոք սրտի, շատերը չգիտեն այս տարբերությունը։ Նաև չգիտեն այն, չեն հասկանում, չեն ըմբռնում, թե այն ինչ է կատարվում։ Ես մի պահ նայեցի Նիկոլ Լուսավորչի մայրտաճարում տեղ ունեցող կիսակատարությունը, որը հեռարձակում էր Հայաստանի հանրային ռադիոն, ի տարբերություն ոչ մի խոսք չասվեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնում կատարված կիսակատարությունից, եւ ցուցադրում էին ազգային ջոչերին։ Գիտեմ, տպավորությունը շատ վատն էր։ Եվ գիտեք, այս պատկերի վրա ես հիշեցի Հովհաննես Թումանյանին, նրա հրապարակախոսությունը եւ այս առումով ուզում եմ որոշ կրճատումներով ձեզ համար ընթերցել նրա ձևն ու հոգին վերնագրով հոդվածը, որը տպագրվել է դեռ 1910 թվականին Հորիզոնտ թերթում։ Զինվեք մի քիչ համբերությամբ, լսեք եւ կտեսնեք, թե 1910 թվականին գրված այս հոդվածը ինչքան է այսօր այժմեական։ Եվ ընդհանրապես Թումանյանի այդ մեծությունը նրանում է, որ նա ոչ միայն ստեղծագործությունները գրական գեղարվեստական, այլև նրա ամբողջ հրապարակախոսությունը 100 տարից 120 տարի առաջ գրված հրապարակախոսությունը ոնց որ գրված լինի այսօրվա համար։ Այսինքն եւ Հովհաննես Թումանյանի եւ Ազարոս Աղայանի գրված հրապարակախոսական գործերը ազգային ժողովրդին վերաբերող ոնց որ միանշանակ այժմեական են հնչում ու այն տպավորությունը բացահայտ այն կա ստացվում է, որ բացարձակապես ոչինչ չի փոխվել այս ընթացքում։ Լավ, անցնեմ ընթերցելու որոշ կրճատումներով կրկնում եմ
Հովհաննես Թումանյանի ձևն ու հոգին հոդվածը։ Եվ այսպես հոդվածում Հովհաննես Թումանյանը գրում է. ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը, ձևը եւ ներքին իմաստը հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է։ Բայց այդ ներդաշնակությունը դժբախտաբար շատ դժվար է եւ մարդիկ սովորաբար վազում են հեշտին, իսկ հեշտը ձևն է։ Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին կամ թե չկորցնում են ժամանակի ընթացքում, պաշտպանում են ձևը առանց հասկանալու եւ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևերն են պաշտում։ Եվ այդ հոդվածում Հովհաննես Թումանյանը շարունակում է, լսեք խնդրեմ. Եկեղեցի ասելով գմբեթավոր այն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։ Նույնիսկ այն մոմերն էլ, որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց այսօր օրը ցերեկով վառելը պահում են միայն ձևը անմիտ ու անխորհուրդ։ Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանում ու երկար միրուք, ու եթե նաև ավետարանը փչացնի, ապա ոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրերացում կձգի հավատացյալների մեջ։ Քրիստոնեություն ասելով մկրտություն, պատարագ, պսակի ու թաղման, տնօրհնեքի ու գերեզմանօրհնեքի եւ այլ արտաքին ծեսեր ու արարողություններ են հասկանում։ Այդպես է պատահում եւ նոր գաղափարների հետ։ Ուսումնարան ասելով ավելի շուտ շենք են հասկանում, քան թե ուսուցիչ եւ աշակերտ, եւ այդ հասկացությունն է խոր պատճառը, որ ուսուցիչը մեզանում այնքան հաճախ ու հեշտ է ենթարկվում զրկանքի, հալածանքի ու արհամարանքի։ Ուսումնարանի գաղափարը այդ չի կապված այլ շենքի։ Կարծենեք ձեր գեղուն ուսումնարան կա։ Հա։ Քանի աշակերտ կա մեջը։ Աշակերտ չկա, այս մի քանի տարին եւ այլն։ Մի խոսքով գլխավորը պատերն է։ Գրականություն ասելով էլ երբեք կենթանի մարդիկ չեն հասկանում այլ տպված գրքեր եւ մինչեւ անգամ դրանց ավելի վատը անուններ։ Թատրոնն էլ մի մեծ շենք է, որ բեմ ունի, մեջը տոմսարկներ են ծախվում եւ դերասաններ են խաղում։ Իսկ դերասան կնշանակի բեղերը վար արած մարդ։ Բեղերը վեր արած մարդ։ Ձևն ու ձևապաշտությունը ամեն տեղ եւ վայ են մարդուն, որ այս տեսակ միջավայրում հասկանում ու սիրում է իրերի երևույթների ներքին իմաստը եւ մանավանդ նրանց առողջ ամբողջությունը։ Ցավոք, այսպիսին է, սա է մեր այսօրվա իրականությունը, որ կրկնում եմ, ինչպես Հովհաննես Թումանյանը, Ղարաս Աղայանը, Ղազարոս Աղայանը, որ անդրադարձել են հայ իրականության իրեն ժամանակներում եւ գրել են այդ մասին, հիմա էլ հնչում են արդիական, այժմեական են, արդիական են եւ ցավոք սրտի ոչինչ չի փոխվել։ Գիտեք, նաեւ երեք համացանցում տեսա մի հոլովակ, որտեղ պարզապես նկարահանված էր Վրաստանի մայրաքաղաքից դեպի Բաթում կառուցված նոր ճանապարհը։ Մի ահռելի հսկայական գործ, հրաշալի ճանապարհ, որ ձգվում է մի քանի թունելների միջով, լուսավորված թունելներով, ահռելի գործ են արել եւ սա գիտեք, այն դեպքում, երբ մեր ճանապարհները հյուսիս-հարավ կոչվող այս ճանապարհը խոսում, բայց թե որակով, թե իր դանդաղ կառուցվածության աստիճանով պարզապես ափսոսանք են հարուցում մեղմ ասած, բայց էլ ոնց, բայց դրա ժամանակը կա, հազիվ ճղճիմ գործերի մեջ խառնվեն,
Գլուխներն ջայլամի պես ավազի մեջ թաղած, կարծես չնկատելով, թե ինչ է կատարվում աշխարհում։ Այսօր այսքանը, բայց նախքան ցտեսություն ասելը, հա, իդեպ ներողություն, այսպիսին էր վիճակը եւ այսպես կշարունակվի իրավիճակը, քանի դեռ մարդիկ ընտրություն չեն կատարել առաջիկայի համար, առաջիկա կայանալիք ընտրություններից առաջ իրենց ընտրությունը չեն կատարել, որ ընտրեն ի գործը, այլ ոչ թե այն իրավիճակը, որ ստեղծել եւ շարունակվում է, ստեղծել են 1998 թվականի պետական հղաշրջումն իրականացրածները եւ հետո դրանից մի քանի թե 30 տարի շարունակած կառավարիչները։ Մի խոսքով կամ կընտրեք ի գործը, կամ շարունակեք մնալ ուղտի ականջում քնած։ Այսօր այսքանը, բայց նախքան ցտեսություն ասելը, մեկ անգամ եւս կոչով դիմում եմ բոլոր նրանց, որոնք նայում են հաղորդումներս, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք, խնդրեմ։ Դրեք լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Ամասյա Հովհաննիսյան YouTube ալիքը ավելի է տարածվում։ Այսօր այսքանը, ցտեսություն, կհանդիպենք, խաղաղություն մեզ, խաղաղություն աշխարհին, ցտեսություն։